Հրշեջ մեքենա հիշեցնող ռոբոտը կամ ինչպես նրան կոչում են Ipe Storm-ը շրջում է սենյակներով, հայտնաբերում կրակի աղբյուրն ու հանգցնում այն։ Հրշեջ ռոբոտը Ipe ավագ դպրոցի ռոբոտիկայի խմբակի երեխաների ձեռքի աշխատանքն է։ Այս պատանիները վերջերս են վերադարձել Միացյալ Նահանգներից հատուկ մրցանակով։ Առաջին անգամ Հայաստանը մասնակցել է ամերիկյան Trinity College-ում կազմակերպված հրշեջ ռոբոտ մրցույթին։ Այս տարի այն հոբելյանական էր։ 20-ամյա կտոնող մրցույթն ամենահեղինակավորներից է աշխարհում։ 7 երկրից ժամանած 130 թիմերից Հայաստանը հայտնվել է լավագույն ութնյակում Իսրայելի ու Չինաստանի հետ միասին։ Մրցույթը սովորաբար ամեն տարի հայտարարվում է սեպտեմբերից, բայց մենք իմացել ենք փետրվարից եւ ռոբոտի վրա աշխատել ենք ընդամենը 2 ամիս։ Ռոբոտաշինության խմբակը Ipe ավագ դպրոցում ամենահաջողված նախագծերից է։ Այս տարի մեր երեխաները արդեն Հայաստանում ARM Robotics մրցույթում շահել են առաջին 2 մրցանակները եւ սա շարունակությունն է այդ սկսված հաջողությունների։ Ռոբոտիկայի թիմը Ipe Storm-ի հետ միասին Միացյալ Նահանգներ է մեկնել Vivace MTS-ի աջակցությամբ։ Vivace դպրոցի գործընկերն է ու աջակցում է ռոբոտիկայի խմբակին հիմնադրման օրվանից։ Պատճառները մի քանիսն են, ասում է Ռալֆ Յիրիկյանը, բայց գլխավորը ստեղծագործող երիտասարդներին քաջալերելն է։ Երբ ինձ վեց մեկը եւ իմ ղեկավարած ընկերությունը իմանում է, որ այսպիսի հրաշալի երեխեք եւ աշակերտներ կան, որոնք հետաքրքրություն ունին, պայծառ մտքեր ունին, ուզում են տեղ հասնին, ինչու չաչակցել իրենց, չկանգնել իրենց կողք եւ հնարավորություն չտալ իրենց, որ զբաղվին խելացի ծրագրերով։ Ipe ավագ դպրոցի ու Vivace MTS-ի համագործակցության հաջորդ արդյունքը կլինի ռոբոտիկայի լաբորատորիան։ 14 միլիոն դրամ կտրամադրվի ոչ միայն լաբորատորիայի ստեղծման, համալրման ու գործունեության ապահովման, այլև միջազգային մրցույթներին մասնակցելու համար։ Սոլնե Միքայելյան, Սյուզան Չիչակյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։